արտահայտությունները այն բանի մասին, որ ընտրությունը պետք է իրանք չկազմակերպեն, բայց միևնույն ժամանակ այսօր Իշխան Սաղաթելյանը ասում է, հա, ընդունում են, որ իշխանությունը այսօր լեգիտիմ է։ 2021 թվականին, երբ որ կյանքի եւ մահի հարց էր, պատերազմից 6 ամիս էր անցել, իշխանությունը ընտրություն կազմակերպեց եւ ընտրությունները ինքը այսօր արդեն նաեւ հրապարակայինորեն ընդունում է, որ լեգիտիմ է իշխանությունը։ Իրանք ինչ ընտրություն, իրանք եկել ասել են, եկեք Վազգեն Մանուկյանին տանք, հետո եկեք Կանադայի քաղաքացի Վազգեն Գալստանյանին տանք, հետո կորոշեն։ Իրանք ընտրությունների պատրաստ չեն։ Մենք հենց վաղն էլ կարող ենք գնալ ընտրությունների, բայց դրան կարիքը չկա։ Երկրորդը մեր ժողովուրդը մեզ 5 տարով պատվիրակել է եւ դա արդար այդ ընտրությունները, տեսեք դուք շատ հետաքրքիր բան եք ասում եք դուք պատրաստ եք, իրանք պատրաստ չեն ձեզ ձեռ տալի։ Այդ ընտրությունները պետք է ձեռ տալ ժողովրդին։ Այսինքն մենք միշտ անկեղծ ենք եղել եւ ես չեմ պատրաստվում ժողովրդին խափեմ, ասեմ, որ ես ինձ հիմա լավ է, դրա համար ես հիմա գնում եմ ընտրություն։ Ինչ եմ դնում անունը, որ ասեմ ես հիմա գնում եմ արտահայտություն, որովհետեւ ես ուզում եմ շուտ վերընտրվեմ, քանի ընդդիմությունը պատրաստ չի։ Չէ, դա ազնիվ չի մեր ժողովրդի նկատմամբ այդ ընտրությունը կլիներ ոչ թե երկրի, ոչ թե ժողովրդի մասին, այլ քաղաքացիական պայմանագրի մասին։ Մեր ժողովուրդը այնքան խելացի, այնքան քթիծակով է, կոլեկտիվ իմաստությունը մեր ժողովրդի բարձր է, մենք դա ընդհակառակը կարող է շատ վատ տվյալներ։ Մեղադրանքների մասին ինչ կասորակարգի, այսօրվա օրակարգի իմաստը ձեր կա։ Բազմաթիվ մեղադրանքներ են։ Գիտեք ինչ, անգործությունը նույնպես ինչ որ գործ է։ Հիմա իրանք զբաղված են ինչով։ Երկու կարմիր գծով թել է անցնում այս խոսակցության մեջ։ Առաջինը իրար մեղադրում են գոյություն չունեն, այսինքն ոչ են մեկի ձենն է հերիքում մեզ impeachment-ը, ոչ են մեկին, վայ, տեսա ես նայել եմ, սխալ գիտես, ոչ են մեկին ձենն է հերիքում, ոչ են մեկի ձենն է հերիքում, հիմա լավ էլի, խնդրում եմ էլի, լավ էլի, Արշիմոնիում, բայց ասում եք, որ 5 տարվա մանդատ է տվել ժողովուրդը, բայց կառավարության ծրագիրը ըստ էության, ինչը որ գրած է 5 տարի առաջ, չի իրականացել այս կառավարությունը եւ ընդդիմության գլխավոր մեղադրանքը դա է, որ ըստ էության կառավարությունը եթե չի կատարել իր ծրագիրը, պետք է հրաժարական տալ։ Այդտեղ խնդիրը հենց դրանում է։ Շատ բարի, նախ եւ առաջ աշխարհում գոյություն չունի որևիցե կառավարություն, աշխարհում գոյություն չունի որևիցե կառավարություն, որ 100%-ով մաթեմատիկական ճշմարտությամբ կատարում է բոլոր այն բաները, որոնք որ գրված են կառավարության ծրագրի մեջ, որտեղ իրողությունները փոփոխական են։ Միայն նախ մի հատ կարծիքի մասին խոսեմ, էլի չեմ խոսում փաստաթղթի մասին, չեմ խոսում սկզբունքների մասին։ Նախ բոլորին եմ ասում, միայն հիմար մարդը իր կարծիքը չի փոխում, երբ որ իրողությունները փոխվում են։ Միայն հիմար մարդը մեր երկրում վերջին 5 տարվա ընթացքում 2021 թվականից հետո տեղի են ունեցել Ղարաբաղյան դեպքերը, հայերի դուրս հանումը Ղարաբաղից, 2023, 2022, 2021 թվականի ռազմական, բայց այդ իրողությունները Հայաստանի Հանրապետության քաղաքականության եւ բյուջեի կատարողականի վրա ազդեցություն ունենում է, թե չի ունենում։ Կամ լավ չենք կատարել, բայց լինում է չէ դեպքերի, որ ասում ես օրինակ պայմանական 7%-ային աճ կունենաս, բայց 8 ես տալիս։ Այդ տրամաբանությամբ պետք է անդիմությունը գա ասի մի տարի եկեք ավելացնենք մեր իշխանության։ Առանցքային հարցերում եք ձախողել պարզ։ Հասկանալ է, իսկ իրանք առանցքային հարցում ձախողել են, թե հաջողել են։ Իրենք իշխանություն չեն, դուք։ Չէ, իրանք իշխանություն են, այ այդ խնդրեմն է դա, ներողություն, հենց խնդրեմն է, որ իրանք մտածում են, որ իրանք իշխանություն չեն, դուք դա կրկնում եք։ Ընդդիմության պաշտոնից հրաժարական տա։ Չէ, բայց այ շատ շնորհակալ եմ Ռուսինե ջան, բայց իրականում ինչ են անում։ Իրանք ունեն փոխնախագահի պաշտոն, որպեսզի իրար ունեն փոխնախագահ դատարկա, իրանք ունեն հանձնաժողովների նախագահների պաշտոն, իրանք ունեն պատվիրակությունների մասնակցության տեղ, իրանք ունեն падգամավորական գործունեության իրավունք։ Հիմա չեն օգտվում, հա? Նախագծերը, օրենքները, Մեկ բան ասեմ ձեզ։ Եկեք, ով ասեց իրական չի։ Շատ ձեզ թվում է, մի հատ հարց տամ, այ էսենց էս բոլոր ձեր հարցին ի պատասխան։ Եկեք մի հատ իրականություն պատկերացնենք, որ իրանք 60%-ով իշխանություն են, քաղաքացիական պայմանագիրը ես Նիկոլ Փաշինյանը եւ մնացած 40%-անոց ընդդիմություն ենք ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Մենք իշխանություն չէինք կլինի։
մենք 6 ամիս հետո իշխանությունը իրենց ձեռից կվերցնենք 6 ամիս հետո աշխատում այսինքն ձերից քաղաքականությամբ իրանք եթե լինեին շատ Ջան, բարև ձեզ, ես ձեր հարցերին չեմ պատասխանում։ Որտեղ դուք անձնական դաշտ եք մտել, ես ձեզ չեմ տալու։ Ես ձեզ ձեր հարցերին չեմ պատասխանում։ Շնորհակալ եմ։ Այլ հարցեր կան։ Հայկ Սարգսյանի հարցով իսկապես դիմել եք Արդեն խոսացել իսկապես դիմել եք։ Իսկ ընտրություններում առաջիկա դուք 50+1 կստանաք, դուք ասում եք ընդդիմությունը չի Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը մասնավորապես ամսի 8-ի համաձայնագրից հետո եւ այն քայլերից հետո, որոնք արվում են եւ արվելու են միջև ընտրություններ, եթե առաջ մտածում է 51-ը հաստատ կլինի, ես հիմա վստահ եմ, որ մենք շատ ավելի շատ ձայն ենք ստանալու, քան 2021 թվականի ընտրություններին կարող ենք նույնիսկ դրա հետ կապված մարշ գանք։ Հարակարի դեպքերի համար այլ հարցեր կան։ Հարակարի արյունալի դեպքերի համար պատասխանատու չեք, ամենատրոփությունը ձեր մուրճի արդյունքը չի, մուրճ ծոցել լավ է, մուրճ ծոցել արդյունքը։ երեխեք ընկնելով բերում։ Հայրան հոտը չեք առնում, ձեր իշխանության հայրան հոտը չեք առնում։ Այստեղ որ դուք ես անում չասել, ինչ է խանգարում, որ դահլիճում ասեիք, ես լսումների ժամանակ ուրիշ հետերով ամբողջ ժողովուրդը կլսեր։ Սենց տնես լսում եք։ Մասնակցելու Ես հրավիրված չեմ նախ, երկրորդը ես օրակարգը ես չեմ սատարում օրակարգին, ես ինչի պետք է մասնակցեմ մի բանի, հենա վերևից նայեցի։ Ձեր դիրքորոշումը հայտնի է, ժողովուրդը լիմանա։ Չեք փոխանցելու սա։ Նավից եմ ասում, ես հրավիրված չեմ եւ այն վերնագիրը, որ անցնում է այս լսումները, ես չեմ կիսում։ Ինչի ես պետք է գնամ դրան մասնակցել։ Պարոն Սիմոնյան, դուք եք Դա մեր կուսակցության դիրքորոշումն է եւ համաժողովով հաստատված է եւ մենք նախապես դա քննարկել ենք եւ այո, ես համարում եմ, որ մենք նույնիսկ ժամանակը մի քիչ բաց ենք թողել։ Մենք պետք է հեղափոխությունից հետո անեինք։ Նաեւ Անիջան չեմ պատասխանել, մի բղավի մանուշնի մի խանարի։ Անի ուզում ես հարցազրույց, հեսա ես կգնամ, Անիջան, հեսա ես կգնամ, Անիջան, դու հրաժարական տալու ես դրա համար, Անիջան, լավ էլի խնդրում, մի բղավի էլի խնդրում եմ էլի, եկեք եթանք ներքև, ես չեմ պատասխանել քո հարցը։ Բայց ինչի՞ չէ, պատասխանատու ձեզ չեք համարում։ Չեղավ մեզ էլի ճանապարհ։ Ամենափոխությունը ձեր քաղաքականության հետևանքը չի։ Ծառում եք երոքանը։ Սխազաձևակերպումները հասկանամ էլի։ Երկրորդ հանրապետությունը լծարվել է, առաջին հանրապետությունը լծարվել է, դա արդեն բարձ կան, իրավական ինչ-որ գնահատական եք տալիս, որը չեմ կարողանում հասկանամ ինչ մեկնաբանություն Չեմ լսում։ Պարոն Սիմոնյան, խորհրդարանի դիմաց ո՞ր է բերել։ Խաղաղ խորհրդարանների Անիջան, մի րոպե լսում։ Քեզ էլ պաշտպան, մի րոպե լսում։ Չեմ պատասխանել։ Որտեղ կան, որ իմ վրա քույրական ուժ են կիրառել ու չեն բացահայտել։ Ձեր հարցիկը պատասխան, անի հարցին չեմ պատասխան։ Ես տամ այդ հարցին, հարցի հետո պատասխան։ Ներողություն, ժողովուրդ ջան, Մի րոպե սուս մնամ։ Ինչի՞ ես արժանտար սկսել։ Հարցը տալիս չեմ Մի րոպե, ասում եմ չեմ պատասխան, իմ իրավունքն է։ Դու իրավունք ունես։ Այո, խտրական այո, քո նկատմամբ այս այլևս խտրատեն չեմ ուզում։ Ինչու։ Որտե բղավում ես։ Դուք հանրության Բղավում ես, չեմ ուզում։ Չեմ անի, քանի անգամից ես ասում, չեմ պատասխանում։ Նույնիսկ չեք շարունակել ոսկե Երեք ապարտեն գնանք։ Անի կգայ կպատասխանեմ ձեր հարցին։ Քանի ամիս տեղավորում լրագրողական էթիկան խախտում է։ Դու գնաք խորհրդարանի նախագահի էթիկայի մեջ եք։ Խորհրդարանի նախագահի էթիկայի մեջ եք։ Չգիտեմ, ուզում ես դա քննարկել։ Դե հիմա ձեր պահվածքը էթիկայից դուք տիրախավորում եք, դուք չեք թողնում ես հարցը տամ, դուք չեք թողնում, դուք տեսնում եք ձեր խտրական վերաբերմունքը, ես հարց եմ, հանրության հետաքրքրող հարց եմ տալիս, հարաքարի դեպքերի համար, հարաքարի դեպքերի համար, հարաքարի դեպքերի համար, նյութը լինելու է նրա մասին, որ ես քո հարցին չեմ պատասխանել, ուղիղ եթերը եթերը լինելու է նրա մասին, որ ես քո նյութերին չեմ պատասխանել, դուք հարաքարի մասին
Ովքին չեք անդրադառնում։ Փարաքարի դեպքի մասին գրառումներ եք անում, որովհետև ձեզ համար հարմարավետ է, բայց հարցերին չեք պատասխանում։ Փարաքարի դեպքերի համար պատասխանատու։ Հա, փաստորեն պետք է ծաղրական հրապարակում անեմ Տելեգրամում, հա, որ անդրադառնամ։ Դե քիչ առաջ խոսում եք ես։ Պարոն Սիմոնյան, Փարաքարում արյունալի դեպքեր տեղի ունեցան եւ առասարակ ձեր իշխանության օրոք քննադատում որ ձեր իշխանությունը ասոցացում է մահի զոհերի արյան հետ։ Սուտ են ասում։ Ինչ եկել է իշխանության հազարավոր զոհերի։ Այն բանը, որ Ժորժ, ես չեմ լսում իմ ձենը, ես Վահագենկոմ եմ։ Դա էլ եմ ես մեղավոր, դա էլ եմ ես Դու ոչ մի բանի չեք, մի հարցի։ Նախ եւ առաջ, բոլոր երկրներում տեղի ունենում տարբեր դեպքեր, որոնք որ նաեւ առաջվա քաղաքական գործիչներ։ ԱՄՆ-ում վերջերս այդպես դեպք տեղի ունեցավ բոլոր երկրներում։ Այլ հարց է, արդյոք դա քաղաքական ենթատեքստ ունենում է, թե չի ունենում, արդյոք իշխանությունները դրա հետ որևիցե կապ ունենում են, թե չեն։ Վերջացնեմ։ Այո, անկախ նրանից թե ունենք թե ոչ, այո, դա պատասխանատվության աստիճան է ենթադրում, եւ այո, իրավապահները պետք է սրա հետ կապված հետևություններ անեն եւ այն աշխատանքը, որը որ կատարվել է, որ առնվազն կանխվի նման դեպքը, որովհետեւ որքանով որ ես գիտեմ, չեմ ուզում պնդեմ, պարզա, որ դա միջ անձնային հարաբերությունների հետ կապված է եղել, այսինքն դա կապված չի քաղաքական դիրքորոշման հետ։ Ես որքան լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա նաև այսօր մեդիա հաբը, եթե չեմ սխալվում, գրել էր, որ ինչ որ չգիտեմ ճիշտ է թե ճիշտ չի, ինչ որ մարդ է ձերբակալվել եւ այլ։ Այլ հարց է, երբ որ դուք ինչ որ հարց տակ իշխանության ներկայացուցիչին դրա հետ կապված այդ արյունի հետ կապված եղել է։ Ինչա։ Ձեր իշխանության կողմից իրավապահ մասնակից վերանալու մասով լարված։ Ես արդեն ասացի, որ ես արդեն ասացի, մի հարգելիս խոսք վերջացնեմ, էլի խոսքը։ Ապօրինի զենքի շրջանառություն։ Վերջացնեմ, էլի, այո, խնդիրներ կան, այո, իրավապահները պետք է հետևություն անեն, եւ այո, դա խնդիր է, եւ դա այն ինչ որ տեղի ունեցել կատեգորիկ վատ բան է, բացասական բան է։ Դա մի դուռ է, որը որ բացել եւ նույնիսկ այդ դրանը մոտենալ չի կարելի, ոչ մեկ դրա իրավունքը չունի, շատ ցավում եմ, եւս մեկ անգամ ցավակցում եմ զոհվածների հարազատներին եւ համարում եմ, որ մեր իրավապահները պետք է ժամանակ ունեն եւ պետք է առնվազն շատ արագ բացահայտեն ու կրկնում եմ, մի խոսացեք արյան մասին եւ այլ։ Մեր երկրում ասում եմ նույնիսկ մարդիկ, ովքեր որ ամենավերջի վիրավորակները երկրի ղեկավարի, իմ նկատմամբ, մնացածի նկատմամբ ասում են, նույնիսկ ծեծ չեն ուտում։ Այն ինչ մնաց, ինչ որ ինչ դա ազգային դա բոլոր ազգային ժողովներում քաղաքական process-ների ընթացքում լինում է։ Դուք գիտեք, որ ազգային ժողովի դահլիճում ես հայց եմ ներկայացրել падգամավորներից մեկի նկատմամբ ազգային ժողովի նիստերի դահլիճում իմ հասցեին հնչեցված վիրավորանքի զրպարտության մասին դատարանը ինձ մերժել է։ Ինչի բերում է, որտեղ ասում է, որ ազգային ժողովի, այո, ապրես, քաղաքական ամբիոնը ազգային ժողովի ամբիոնից ասված հասկանում եմ, բայց մենք հիմա նույն բանից չենք խոսում, մենք տարբեր բաներից ենք խոսում։ Իհարկե քո ասած դեպքը դա լրիվ ուրիշ բանի մասին է խոսում։ Խնդրում եմ, մեր իշխանությանը կարելի է շատ բաների մեջ մեղադրել, կեսը ճիշտ, կեսը սխալ, բայց այնուամենայնիվ վերջաս եկել մենք ոչ մարդ ենք ծեծում, ոչ ընտրություն ենք կերծում, ոչ մարդ ենք սպանում։ Պետք է ոստիկանությունը հետևություններ անի, թե պաշտպանանկություններ Ես դրա իրավունքը չունեմ, դա դրանով պետք է զբաղվի կառավարության ղեկավարը եւ այլ եւ այլ։ Դուք բացառում եք, որ քաղաքական ենթատեքստ կարող է ունենալ, բացառում եք, որ իհարկե բացա, ինչ քաղաքական ենթատեքստ պետք է ունենա։ Դրան նախորդել էլի չէ, ասենց ասեմ, շատ հարգանքով ենք մոտեցել ընտրություններին, շատ հարգանքով ենք մոտեցել Փարաքարի նախկին ղեկավարին, որպես անձ եւ այլ, որևիցե անախորժություն, որևիցե քննարկում, կամ լավ է սպանությունը, ասենք մենք նման իշխանություն, որը նման վայ աղջիկ ջան սուս մնա էլի գլուխս գնաց։ Ասում են քանի հարգելիս խանգարում ես, հա լավ են անում, հեսա ես կգնամ կգաս կկանես դրանց, հա լավ են անում, շատ լավ են անում, հարգանքներս բոլոր նրանց վերջացրեցիր, բայց դու հասկանում ես, որ դու խանգարում ես հիմա բոլորին, խանգարում ես, այլ հարցեր կան։ Տեղեկությունների մեջ ինչ հարաբերությունների մեջ է եղել նա եւ ԱՄՆ-ում դեսպաննշանակված Նարեկ Մկրտչյանը նրա եղբայրը հարցը ընդհանրապես Նարեկ Մկրտչյանը նա շելավ դե խնդրում եմ Նարեկ Մկրտչյանը ասենք
եկել եք որտեղ ում եք ման գալիս։ Եղբայրը Հարգելիս, չգիտեմ, նման, տեսեք, նորից եմ ասում, մի քիչ առաջ եմ ասել դրա մասին, հազարավոր մարդիկ կան, տարբեր տեղեր, հաստա այն, որ քաղաքական որևիցե դրդապատճառ չկա ու չի կարող լինել, հաստա, որովհետև քաղաքական դրդապատճառը պետք է քաղաքական ինչ-որ որոշում, քաղաքական իշխանություն լինի, այսինքն դու ո՞նց ես պատկերացնում, լավ, դա absurd է դա, կրկնում եմ, ես դրա գնահատականը տվեցի Լուսինե ջան հայերեն լեզվով, ասացի, որ դա միջ անձնային հարցի շուրջ դուք բոլորդ ամենազավեշտալին են, որ բոլորդ ստեղ կանգնած, նաև հեռուստադիտողները լավ գիտեն, որ ամենայն 99% հավանականությամբ, այո, միջ անձնային նախապատմություն ունեցող, հիմա դուք, սուս մնամ նաև։ Դուք ուզում եք խոսեք, Ես ձեր բոլորի հարցերին պատասխանեցի, Նարեկ ջան, էլ չեմ դիմանում, ասում ես չեմ կարող աշխատել աղմուկի շրջանակում, մարդը աղմուկ է անում, ես աղմուկի շրջանակներում չեմ կարող, էլի կգամ, ինքը ստեղ չի լինի, ես պատասխանեմ, ինքը այսօր դու ստեղ չես լինելու նույնիսկ ես ստեղ միշտ չեմ լինելու, հարգել ես հավատարմագրից զրկելու է Լուսինե, տես վստամի ասա երեխեքերի դատորից լավ, ողբերգություն է եղել և դուք պատասխանատու եք, հասկանում եք, ձեր իշխանությունը պատասխանատու է, Ես ուզում եմ գիտես, դու որպես լրագրող մտածում ես, որ դու քո ձայնը մտցնում ես այդ նյութի մեջ, բայց հասկանում ես, որ դա քո ասածներն է, դու անընդհատ կարող ես շո բաներ ասել։ Ասում եմ, արդյոք դա Փաշինյանի մուրճ ճոճելու հետևանքը չի։ Դու կա Արցանի ջան։ Պարոն Սիմոնյան, ես լրագրող եմ, ինձանից մի վախեցեք, ժողովրդի ցածումից վախեցեք։ Դու լրագրողական կրթություն ունես։ Կրթություն ունեմ։ Որտեղ ես ավարտել, ասես։ Երևանի պետական համալսարան։ Որ ֆակուլտետ, հասկացա։ Ժուրնալիստիկա։ Այո, ապրես, ուրեմն լրագրող ես։ Ես իրավաբանականն եմ Երբ որ ես լրագրություն էի անում քաղաքական դաշտում, դուք բոլորովին այլ տեսակետներ էիք հայտնում, լրագրողը իրան հենց այսպես է պահում, հանրությանը հուզող հարցերն են փոխանցում։ Ես դնեմ փարաքարի փարաքյարա։ Լավ, ազգաժողովի նախագահիկ մանիպուլյացիա Ալեն Սիմոնյանը հրաժարվեց պատասխանել կոնկրետ իմ հարցերին, նշեմ իմ հարցերը փարաքարի բնակիչների հնչեցրած քննադատությունների հետ կապված էին, ես դրանք բառացի մեջ բերում էի, բայց հերթական անգամ իշխանությունների ներկայացուցիչները, այդ տվյալ դեպքում Ալեն Սիմոնյանը, երբ երկրում որևէ կարևոր իրադարձություն է տեղի ունենում, ողբերգություն է տեղի ունենում, հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին, հատկապես այն լրագրողների հարցերին, ովքեր այս տարիների ընթացքում համառություն են դրսևորել և իրենց իրական քաղաքական դեմքը ցույց են տվել։ Իշխանությունների իրական քաղաքական դեմքը։